ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, շնորհակալություն եմ հայտնում ձեր եւ նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը։ Հայկական եւ վրացական կողմերը Վրաստանի տարածքով դեպի հայաստան-ադրբեջանական վառելիքի տարանցում իրականացնելու վերաբերյալ քննարկում են ունեցել։ Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք։ Վրաստանի վարչապետը հանձնարարել է անվճար իրականացնել այս տարանցումը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության եւ ձեռարվեստի նախարարի զբոսաշրջային հարցերով տեղակալ Անուր Շիվան Բանդփեի հետ։ Քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներն, ինչպես նաեւ երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։ Մայրաթոր Սուրբ Էշմիածինը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է դեռևս զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից Մայրաթորը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտորընթացքը եւ կեղծ ու մտածածին բովանդակությամբ հրապարակային ելույթները վերադառնալ կանոնական դաշտ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բլումբերգին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ խաղաղության նախագծի տարերը պահանջում են հետագա քննարկում մի շարք զգայուն հարցերի շուրջ։ Ըստ նրա հատկապես կարևոր են անվտանգության երաշխիքներն Ուկրաինայի համար եւ տարածքային հարցերը։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունն ընտրում է տարվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշին, հավաքնորդների ցանկում է ներառվել նաև Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն 77 կիլոգրամ քաշային Մալխաս Ամոյանը։